Պարոն Սիմոնյան, դուք ունեք հարցի պատասխանը, եթե մենք խաղաղություն ունենք արդեն Ադրբեջանի հետ, առևտուր ենք անում, ինչպես դուք հենց նոր նշեցիք, ինչու այնուամենայնիվ Ալիևը քայլ չարեց եւ չեկավ Երևան, որտեվ Փաշինյանը հույս հայտնեց, որ 2020 Ես չգիտեմ ինքը։ Ես էլ եմ պատրաստվում հարմար առիթի, եթե հրավեր լինի, այցելեմ Ադրբեջան եւ ակնկալում եմ, որ իմ գործընկերը հրավիրում եմ, որ իմ գործընկերը նույնպես այցելի Երևան, իսկ խաղաղության չափորոշիչը իմ համար դա մեր երեխաների չզոհվելն է, մեր երկստեք իրար նկատմամբ քաղաքական ագրեսիվ հայտարարություն չանելն է։ Դուք չէիք գալիս ստեղ ազգային ժողով ինձ ասում եք Ալիևը ասում է, դուք ասում եք լավ բաներ, իսկ ինքը վատ բաներ ասում, դուք ճանաչում եք ինքը չի ճանաչում, դուք ասում եք խաղաղություն ինքը հարձակվում է, ասել եք թե չեք ասել, դուք ինձ ստեղ։ Խնդրում եմ պատասխանեք, ասել եք, չէ՞։ Բա հիմա, հա? Հիմա ինչ եք ասում։ Այսինքն հիմա Ալիևը խոսում է խաղաղությունից, խոսում է, որ մենք իրար հետ առևտուր ենք անում, բա դրա մասին ինչի հիմա չեք խոսում, չեք թմկահարում։ Դե բան փոխվել է, թե պետք է Ռուզանի ասած մի հատ հայտարարություն անենք, բան մի հատ դրոշ վառենք, ուրախանանք, գնանք բոլորս լսի, բանն էլ մի հատ դրոշ վառենք, բոլորս մի հատ վատ կոմենտ գրենք, ասենք, հերոս եմ, գրել եմ վատ կոմենտ։ Զուգահեռ չի փոխվել, այնուամենայնիվ։ Ռետորաբանությունը բանակցելու համար է, մենք էլ ենք կոշտ ռետորաբանությամբ խոսում, եւ դա նույնպես բանակցելու համար է, դա քաղաքականություն է կոչվում։ Բաքում ռազմորկայի տրամաբանությամբ եւ գողական կներեք քրեական ենթամշակույթով խնդրում եմ մի առաջնորդվեք։ Ես կարող եմ այստեղ մեծ բաներ խոսել եւ թքած ունենալ, որ, չգիտեմ, սահմանի վրա հեսակ պատերազմ կսկսի։ Ինչ անում են մեր այսօրվա անդիմադիր գործիչները։ Տանում են առաջ բանա հակառակորդի, քաղաքական հակառակորդի նարատիվները, հա, կրկնում են դրանք, պաս են տալիս, որպեսզի այդ հարցը հրահարեն նաեւ խաղալով մարդկանց էմոցիաների վրա։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմատ մեդիա AM կայքում։